Լավ, եկեք Սարգիս Պետրոսյանին անդրադառնանք մեկ այլ տեսանկյունից։ Ինչի է նեղվել։ Գուցե նա նեղվել է, որ գրել ենք նախկին ԿՊԱ-կան, գուցե ինքը չի ուզում ասեն նախկին, հիմա էլ կարող է ԿՊԱ-կան է նաև հիմա, այսինքն ծածուկ կիսում է գաղափարները, բայց գուցե նաև լրիվ հակառակն է։ Մի երկու նիստի ժամանակ ժամերով գլուխ էր գովում, թե ինչքան հայրենասեր է։ Ես էլ դե մտածում եմ ոնց կարող է մարդը հայրենասեր լինել ու չվիրավորվել, երբ իրեն անվանեն թեկուզ նախկին ԿՊԱ-կան։ Բայց սա էլ դժվար, որովհետև հայրենասեր դատավորը չէր մտնի նման ադրբեջանահաճո գործի տակ։ Բա դատախազները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից բռնած հակասահմանադրական գործը մինչև վերջ պաշտպանեցին, նույն կերպ էլ հիմա դուք եք անում, ու դուք գիտեք ինչի դիմաց, մի օր էլ մենք կիմանանք, հիմա միայն ենթադրում ենք։ Դուք հիմա հակասահմանադրական ճանաչված գործով քննություն եք իրականացնում, արդեն կես տարուց ավելի ու մեղադրյալ չկա, ու այդ ամենը անում եք Բաքվի դատավարությունների հետ, գուցե ակամա սինխրոնիզացված։ Հենց այսօր էլ Բաքվում դատական նիստ էր Արցախի ղեկավարների վերաբերյալ։ ԿՊԱ-կան լինելուց նեղվում եք, որովհետև մի քանի ամսից կամ առավելագույնը 1 տարի 2 ամիս հետո ԿՊԸ-ն կհայտնվի պատմության գրկում կամ որ ավելի ճիշտ է պատմության սովետաշենում, ու շատերդ պատասխանատվության առաջ եք կանգնելու,